Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այսօր ես զրուցել եմ վերլուծաբան Կարեն Մաշկալյանի հետ։ Շնորհակալ եմ Պարոն Մաշկալյան վերաբերնելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տարվա սկզբին Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների կողմից առևանգվեց Վենեսուելայի նախագահ, սա աննախադեպ էր աշխարհի համար, աշխարհի պատմության համար, սրանից առաջ եղել էր մի դեպք Պանամայի ղեկավարի առևանգումը էլի Միացյալ Նահանգների կողմից եւ դա փաթեթավորվեց այսպես, որ թմրադեղերի հոսք կա դեպի Միացյալ Նահանգներ, Վենեսուելան հիմնական տարանցման ուղին է եւ իրենք կանգնեցնում են այդ ուղին, հետո Տրամպը շատ հանգիստ եւ պարզ ասեց այն ճշմարտությունը, որ այդ ամեն ինչը հանուն նավթի էր եւ իրենք օրեկան $5 միլիարդ չափ նավթ են ստանում Վենեսուելայից։ Եվ սա տեղ ունեցավ մի պարագայում, երբ որ Վենեսուելան օրինակ համարվում էր Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը եւ իրադարձություններից առաջ հատուկ խորհրդական էր ուղարկվել Վենեսուելա։ Սա ինչ է նշանակում։ Միացյալ Նահանգները կրկին ստանձնել է աշխարհի ոստիկանի դերը եւ այստեղ չկան դիմադրող պետություններ, թե պայմանավորվածություններ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Ես սենց կձևակերպեմ, ես չեմ կարծում, որ պայմանավորվածություններ եւ ասել, որ դա փայլուն օպերացիա էր Միացյալ Նահանգների կողմից, դա ծիծաղելի է։ Եկեք վերլուծենք իրադարձությունները, սենց կետ առ կետ։ Ուրեմն երկիրը ռմբակոծվում է մոտ 30 րոպե, երկրի ղեկավարը գտնվում է իր ննջարանում։ Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ ստեղ համակարգային դավաճանություն է եղել։ Հիմա ստեղ երկու վարկած կա։ Դա Մադուրոյի իմացությամբ, թե ոչ։ Այդ երկու տարբերակն է մնում։ Հիմա ես ձեզ ուղղակի ուզում եմ մի քանի հանգամանք մանրամասնել, որ մենք հասկանանք։ Նման օպերացիայի ժամանակ, երբ որ մի կողմից զոհվում են 30-ից ավել անվտանգության աշխատակից եւ հակառակ կողմից 0, սա ինչ է նշանակում, որ այդտեղ որ անվտանգության աշխատակիցները վատն էին։ Չէ, ես ավելին ասեմ, ես այլ տարբերակ եմ հիմա ես ձեզ ասում։ Այդ անվտանգության աշխատակիցները մինչև օպերացիան են վերացվել, ես ձեզ ասեմ, կամ համատեղ, այսպես ասած, մի 5-10 րոպեի տարբերությամբ, որովհետև դրանք այն անդավաճան մարդիկ էին, որոնք Կուբայի կողմից էին դրանք ուղղորդված Մադուրոյի անվտանգությունը ապահովելու, դա Կուբան էր ուղարկել այդ ծառայողներին եւ նրանք չէին ենթարկում միայն Մադուրոյին, նրանք նաեւ պատասխան պետք է տային իրենց ղեկավարին, իրենց երկրում։ Եվ փաստը ցույց է տալիս, որ այդ 30-ից ավել անվտանգության աշխատողներն էին, որ թիրախավորվեցին, որտեղ իրենց չկարողացան, այսպես ասեմ, վերբով կանել։ Եվ իրենք իրենց հետ տարան այդ ճշմարտությունը, բայց կպարզվի դա ինչ է եղել, որովհետև փաստ է դա, եթե մի կողմում զոհվում են 30-ից ավել աշխատակից անվտանգության, մյուս կողմից 0, այսինքն ընդեղ ասում են վիրավորներ, ինչա սալջարդ, ես այդպես կարող եմ ձևակերպել, որ ուղաթիռից ցատկել են ուղակի այդ բնակավայրի կտուր եւ այդտեղ ինչ որ սալջարդ է ստացել, չի կարող նման բան լինի իրականության մեջ։ Եվ երկրորդը, տեսեք, Մադուրոյին առևանգելուց հետո ֆեյքերը սկսեցին տարածել իր կնոջ ինչ որ լուսանկար, որում ինքը վնասվածքներ ուներ, չէ, դեմքին։ Դա ինչու արվեց։ Դա որովհետև ժողովրդին ուզում էին հրամցնեին, որ այդքան էլ այդպես չի, որ սենց եկել են, սենց վերցրել են, տարել են։ Մադուրոյը ինչին էր պետք գնար Նյու Յորք։ Գիտեք ինչ, այդտեղ տարբեր վարկածներ կա։ Հիմա շատ վերլուծաբաններ շատ խոսում են, որ միգուցե գործարքը եղել Թրամփի հետ, միգուցե ես այդ վարկածը չեմ ասում, որ դա այդպես է, բայց այն, որ պայմանավորվածություն է եղել եւ Միացյալ Նահանգները հաշվարկել էին, որ
իրենից հետո պաշտոնակատար ով պետք է լինի Ռոդրիգեսը, չէ, այն տիկինը, որը հիմա զբաղեցնում է։ Ինչը Միացյալ Նահանգները չէին հաշվարկել, ով պետք է զբաղեցնի այդ պաշտոնը ժամանակավորապես։ Չէ՞ որ նայել է իր գործակալը, ես այդպես եմ կարծում։ Եվ երրորդը, ուրեմն երկրի ղեկավարին առևանգում են, ոչ մի պաշտոնակություն չկա այդ երկրում։ Պաշտպանության նախարարը նույնն է, անվտանգության ծառայության պետը հրաժարական չի տվել, բոլոր ուժային կառույցների պատասխանատուները զբաղեցնում են հիմա իրենց պաշտոնները։ Դա տարօրինակ չէ։ Եվ մի հանգամանք էլ կուզենամ, ուղղակի դա իմ վերլուծությունն է, որ երբ որ առաջին լուսանկարը Մադուրոյի հրապարակվեց, փաստացի, որ ինքը նստած էր եւ ձեռնաշղթաներով, ինքը մի հատ ժեստ ցույց տվեց, այսպես երկու մատը վերև։ Հասկանում եք, սա մի քիչ շատ խորը գնացող ժեստեր են, նա կարող էր բռունցք ցույց տալ։ Երբ որ նա բռունցք ցույց տալ, նա կարող էր ասել պայքարը շարունակվում է, բայց ինքը ոնց որ այսպես, ոնց որ ամեն ինչ նորմալ է, կարգավիճակ ցույց տալ։ Ինձ համար դա մի քիչ տարօրինակ էր, եւ ես գիտեք ինչ, Տարօրինակ է նա, որ Ռուսաստան նման դաշնակիցներ ունի։ ես չեմ կարծում, որ ստեղ ավելի մեծ խաղ է գնացել, շատ։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունը դա տեղյակ է եղել։ Գիտեք ինչ, ամսի 21-ին դեկտեմբերի կհիշեք, որ մի հատ նավ առևանգեցին, այդ Մարիանետ, չէ, նավ էր կոչվում, դա էլ պատահական չէր։ Դա ուղղակի այդ ճանապարհն էին ուզում հարթեին, որ այդ ուղաթիռները, որ թռնեին գային Վենեսուելա, ոչ մի, այսպես ասած, օտար աշկ տեսներ դա։ Եվ դա շատ տարօրինակություն է, գիտեք ինչու մեկ այում, տեսեք, ես էլի ասում եմ 30 րոպե երկիրը ռմբակոծում են, երկրի ղեկավարը չի գտնվում իր շտաբում։ Սովորաբար Ռուսաստանը, գիտեք, մի կոմեդի կլաբի մի հայտնի սկեչ կա։ Ռուսաստանի վերջին տարիներին վարած քաղաքականությունը կարելի է դրա տակ մտցնել։ Ռաֆիկ Նիվչոմ не виноват։ Ռաֆիկը ինչի համար է պատասխանատու աշխարհում, այսինքն գանք Իրան լավ։ Իրանի վրա լինում է այսպիսի հարձակում։ Գործակալական ցանցը փորձում է Իրանը ներսից պայթեցնել։ Այո։ Չինաստանը անում է հստակ հայտարարություն Իրանին պաշտպանող։ Ռուսաստանը էլի այսպես չեզոք դիրքերից է անում հայտարարություն։ Պլյուս նաև եղան տեղեկություններ, որ միայն Չինաստանի ակտիվ ջանքերով հնարավոր եղավ կասեցնել այդ Starlink-ների աշխատանքը եւ մատակարարումները, որ Չինաստանից գալիս են, այսինքն շատ չեն այդ բաները, իրավիճակները, որտեղ Ռաֆիկը ոչ մի բանի համար մեղավոր չի, դավաճաններ կան, չգիտեմ, երկրի ղեկավարն է դավաճան, այս պարագայում Նիկոլ Փաշինյանը, Արցախի իշխանությունները չդիմադրեցին, Վենեսուելայի Մադուրոն պայմանավորվեց Տրամփի հետ, Իրանում այաթոլաների իշխանությունը այդքան էլ ոնց որ լավը չի, կամ Փեզեշքյանն է դավաճան, չնայած Փեզեշքյանի մասով կարող եմ համաձայնել, Նիկոլի մասով էլ։ Եվ այս մենք տեսնում ենք Ռուսաստանը կորցնում է իր Սիրիան, ամենավառ օրինակը։ Պարզվեց Ասադը չուզեց դիմադրել, Ասադը Իրանի եւ Ռուսաստանի այսպես խամաչիկային իշխանություն էր։ Եթե իրենք ուզեին, որ Ասադը դիմադրեր, չգիտեմ, Ասադը չէր դիմադրի։ Կամ եթե Ասադը դավաճաներ, ինչ է անում Մոսկվայում։ Եկեք հերթով։ Այսինքն, հա, հերթով, բայց մենք գալիս ենք նրան, որ Ռուսաստանը իր ազդեցության տարածքները կորցնում է։ Հիմա սա կամ պարտություն է, աշխարհաքաղաքական պարտությունների շարք է, կամ պայմանավորվածություն է, այսինքն ուրիշ եզրահանգման տեղ չկա ոնց որ։ Ես այդ կարծիքին չեմ։ Ստեղ ուղղակի նոր դիրքավորումներ են տեղի ունենում։ Նոր միավորումներ են տեղի ունենում, չմոռանանք Իրանը Ռուսաստանի հետ ունի համատեղ պայմանագիր։ Դե մենք էլ ունենք։ Չէ, սա ուրիշ հարց է, կանրադառնանք։ Հիմա ես մի փոքր ուզում եմ Վենեսուելայից ավարտենք։ Տեսեք, Թրամփը ինչ է հայտարարում, որ Վենեսուելայի նավթային պաշարը ընդամենը 50 միլիոն բարել է։ Դուք Սուտ է դա։ Չէ, իհարկե 300 միլիոն է այսօր գնահատվում հենց այս պահին, ինչը որ նրանք կարող են արտահանել։ Այսինքն հայտնաբերված բնական պաշարները արդեն 300 միլիոն բարել է։ Ինչի է դա հայտարարում, ինչու է նա հայտարարում, որ 50 միլիոն։ Արդեն 250 միլիոնը գողանում է։ Ինքը արդեն հիմա ցույց է տալիս։ Դե ինքը ես նույնիսկ ես իրեն չեմ ասել, էլի բիզնեսմեն, նա այն մի հատ լավ խոսք է, սպեկուլյանտ է, էլի, ինքը չի էլ հասկանում, ինքը երկրի ղեկավար չի, ինքը քաղաքական գործիչ չի, նա ուղղորդվող է այն ուժերի կողմից, ովքեր որ իրեն բերել են իշխանության։ Եվ եթե դուք ուշադրություն դարձնեիք իր քարոզարշավի առաջին փուլը եւ երկրորդ փուլը, հռետորաբանությունը շատ անգամ փոխվեց, երբ որ իրեն մահափորձ կատարեցին։ Բայց հարց լուծեցին իրենք։ Չէ, Վենեսուելայի հարցը քեզ ժամ լուծեցին, այսինքն ինչ ուզում եք ասեք, դավաճանություններ, ինչ էր Ռուսաստանը Ուկրաինայում արդեն 4 տարին է բանանում։
Դե գիտեք ինչ, ես ձեզ սենց ասեմ, դուք հիմա Իրանն եք մատնանշում Փեժեշչյանին, որը համամիտ եք արդեն իմ հետ, որ ինքը արևմուտքի մարդ է ի վերջո։ Բայց տեսեք, Թրամփը հայտարարում է, ընդունենք ուրբաթ օրը, ես պետք է հարվածեմ, շաբաթ օրը ասում է չէ, ոնց որ այնտեղ իրավիճակ է փոխվում, ոնց որ արդեն մահապատիժները վերացրեցին, չէ, ոնց որ ինչ որ դիվանագիտական հարաբերություններ ենք մենք փորձում Իրանի իշխանության հետ համատեղ, այսպես ասած, բանակցություններ վարենք, բայց մեկ էլ տեսնում է շաբաթ օրը ասում է, չէ, նորից պետք է հարվածեմ, կիրակի օրը նորից չպետք է հարվածեմ, դա ինչու է այդպես։ Սա պատահական չէ։ Միացյալ Նահանգները գիտակցում են, որ մասշտաբային հարվածի դեպքում Իրանը հարվածելու է Թել Ավիվին։ Ես ինչու եմ շեշտում Թել Ավիվին, որովհետև արվարձաններին իրենք կարող են հարվածել։ Պայմանավորված հարվածներ եղան 6 ամիս առաջ։ Դրանք բոլորը պայմանավորված հարվածներ են, երբ որ նախապես ասեցին օդը փակվում է, մենք հեսա սկսում ենք, Իրանը բարձրացրեց իր վրեժի դրոշը, իրանք բարբերաբար բարձրացնում են, չէ՞, Սուլեյմանից հետո էլ։ Եվ դա էլ պատահական չէ։ Մադուրոին էլ արևանգեցին, բայց հələ չգիտենք իջացրել են թե չէ։ չէ, դե հիմա ես ինչ եմ ուզում ասել։ Մադուրոյի համար էլ են բարձրացրել։ Չէ, ես նկատի ունեմ Մադուրոին էլ արևանգեցին ամսի 3-ին հունվարի, Սուլեյմանին էլ սպանեցին ամսի 3-ին։ Իրենց մոտ սա շատ սիմվոլիկ է գնում այդ ամսաթվերը։ Եվ տեսեք, իրենք ինչու՞մ չեն համոզված հիմա որ հարվածում են, որովհետև դեռ համոզված չեն Իրանը հակահարված կտա Թել Ավիվին, թե ոչ։ Եթե իրենք համոզված լինեն, որ Փեզեշչյանը այնուամենայնիվ տիրապետում է իրավիճակին եւ թույլ չի տա ուղիղ հարված Թել Ավիվին, Թրամփը հենց այսօր էլ կհարվածեր, որտեղ պատահական չէ, որ Նետանյահուն քանի անգամ հեռախոսազրույց ունեցավ Թրամփի հետ եւ դրանից հետո Թրամփը ասեց, չէ, այս պահին մենք արդեն ոնց որ չենք հարվածում, որովհետեւ գիտակցում են դեռ իրենց գործակալական ցանցը այնուամենայնիվ այդքան ամուր չէ եւ հարվածի դեպքում չի բացառվում, որ ժողովուրդը համախմբվի այդ պարագայում, ոչ թե պարակտվի, իրենք փորձեցին ներսից պարակտել, բայց չստացվեց, որովհետեւ համենայն դեպս Խոմենին ամուր դիրքերում է հիմա եւ ժողովրդին նա բացատրեց, նա ուղերձ Այն որ Իրանի հոգևոր իշխանությունը եւ քաղաքական իշխանության մեծամասնությունը ամուր դիրքերում է, դա հասկանալի է։ Ինձ հետաքրքիր էր աշխարհակաղակական արձագանքը, Ռուսաստանի անտարբերությունը կամ չեզոքությունը ավելի շուտ։ Ռուսաստանի դաշնությունը Մարդը այդ Ռուսաստանը այդ պետության հետ փաստաթուղթ է ստորագրել։ Այո։ Չինաստանը տալիս է հստակ գնահատական, որ մենք թույլ չենք տա, մենք կաջակցենք։ Ռուսաստանը ասում է դա Իրանի ներքին գործն է։ 3 առաջի օրը Բայց ակնհայտ է, չէ՞ որ Տրամփը ասում է, եթե ցուցարարների նկատմամբ դուք ուժ գործադրեք, մենք կհարվածենք Իրանին, դա արդեն Իրանի ներքին գործը չի, դա արդեն պատերազմ է։ դե դրա համար նախորդ օրերին 2 օր առաջ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նետանյահուի հետ։ Ինքը հստակ ասել է, հավանաբար, որ ես խառնվելու եմ, սա 3-րդ համաշխարհայինի հոտ է գալիս արդեն։ Եթե դու ուղիղ մասշտաբային հարված հասցես Թեհրանին, այսինքն ոնց որ Իրաքին հասցրեցիք, ես խառնվելու եմ։ Հիմա դրա համար աշխարհը պաուզա է տվել հիմա։ Հասկանում եք, ստեղ էլի Փեժեշչյանի դերակատարությունը կայանում է նրանում, որ ինքը կանխի հակահարվածը Թել Ավիվի վրա։ Հիմա ես ձեր զուգահեռներ եմ ուզում տանել։ Մեր 44-օրյա պատերազմի ժամանակ ինչ տեղի ունեցավ։ Եկեք մի հատ զուգահեռներ տանենք։ Նույնը չեղավ Հայաստանի Հանրապետությունում։ Արմեն Սարգսյանին գործուղել էին Հայաստան ոչ թե պաղպաղակուտելու համար, այլ Արմեն Սարգսյանին գործուղել էին Հայաստան, որ հակամարտության ժամանակ, երբ որ եղավ պատերազմը 2020 թվականին, ամեն գնով կանխի Հայաստանի Հանրապետության կողմից հարվածները նավթամուղերին, գազամուղերին եւ մենգեչահորներին, այդպես չեղավ, այդպես եղավ, հասկանում եք։ Ինքը ուներ մեկ հարց լուծելու, որ ինքը պետք է ամեն գնով կանխի հակահարվածը։ Հիշում եք այդ օրերին ինչ կեղծ լուրեր էին տարածվում, որ ինչ որ օթանավակայանը պայթեցրեցին, մյուսը։ Հիմա եկեք գանք Հայաստան, քանի որ եկել եք էլի արտաքին քաղաքական կոնտեքստում։ Հական Ֆիդանը հայտարարում է, որ շատ ուղիղ, որ իրենք աջակցում են Փաշինյանին, եթե քաղաքական խոսքի վերածենք այդ դիվանագիտական խոսքը, որ Փաշինյանը իրենց թեկնածուն է։ Ինչու է սա ասում, հարցը որտեղից է առաջանում, որտեղ իրենք պիտի այնքան վստահ լինեն, որ հայ հասարակությունը կոտրված է, հայկականության գործոնը այլևս գրեթե չեզոքացված է, որ համարեն Հական Ֆիդանի հայտարարությունը
աջակցող Փաշինյանը, որովհետև հակառակ պարագայում, եթե այստեղ լիներ մեծամասամբ նորմալ հայկական հանություն, Հական Ֆիդանի հայտարարությունը պիտի ստիպեր, որ մարդիկ չընտրեին Նիկոլ Փաշինյանին։ Այո։ Հիմա որ տարբերակն է, ինչու է սա արվում։ Նրանք այնքան են վստահ, հասկանում եք, նրանք բաց են արդեն ամեն ինչ անում։ Էլ չեն թաքցնում։ Ասում են մենք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությանը բերել է մի իրավիճակի, որ այո, միգուցե ստեղծվի մի իրավիճակ, եթե նաև ինչ որ հարվածներ հասցնեն Իրանի վրա, ես ձեզ ասեմ, եթե այսպես ասեմ մասշտաբային պատերազմ սկսվի Իրանի դեմ, ես կարծում եմ միգուցե եւ ընտրություններ չլինեն Հայաստանի Հանրապետությունում։ Վատ սցենարի դեպքում Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ չեն լինի։ Եվ այն Զելենսկու տարբերակով կլինի, այսինքն արտակարգ իրավիճակ, փախստականների ներհոսք, այս իրավիճակում ոնց անենք ընտրություններ, դա էլ է հաշվարկած։ Սա հաշվարկած է։ Հիմա տեսեք, իրենք ընդեղից ասում են, իրենք կարող են ավելի չէ խորամանկ հայտարարություններ անեն, որ մենք Փաշինյանին դեմ ենք, քանի որ ինքը դեռ մինչև հիմա չի ստորագրել խաղաղության պայմանագիրը, չէ՞ որ նրանք կարող էին այսպես խորամանկ քայլ անեին։ Բայց մարդիկ շատ պարզ, շատ բաց ասում են, մենք Փաշինյանին կաջակցենք ընտրություններին 2026 թվականին։ Հիմա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդին բերել է մի իրավիճակի, որ այո, կամ պետք է ընտրենք, այսպես ասեմ, ռուսի սապոգը, ոնց որ ասում են, կամ թուրքի չարող։ Հիմա այս հասկանում եք, ես եթե մինչ այս բոլոր մեր ղեկավարները այնուամենայնիվ բալանսավորված քաղաքականություն էին վարում, Նիկոլ Փաշինյանը բերել է մի իրավիճակի, որ այո, հայ ժողովուրդը կարող է կանգնել նման ընտրության հարաճ։ Գոյատևության համար, այստեղ արդեն ինքնիշխանության հարց չկա։ Մենք մեր ինքնիշխանությունը վաղուց ենք կորցրել 20 թվականի պատերազմից հետո իսպառ, որովհետև եթե քո սահմանները պաշտպանում է այլ երկրի ծառայողներ, դու ինքնիշխան չես։ Հիմա ինքը փորձում է, գիտեք, Հիմա հանում են սահմաններից ռուսներին։ Չէ, հիմա շա կամած այն որ հայտարարություն են անում, որ այո, մենք նման մտադրություն ունենք։ Լավ չի, ուրեմն ինքնիշխան ենք դառնում։ Չէ, գիտեք ինչ կա։ Հիմա տեսեք, շատերը հիմա համեմատում են Մոլդովայի ընտրությունները մեր ընտրությունների հետ, կարող են նմանատիպ սցենար գնա, պետք չի համեմատել։ Մոլդովան ընտրում է Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև, որին կընտրի իր ժողովուրդը, բայց մենք ընտրում ենք Ռուսաստանի, ասենց ասեմ, եւ Թուրքիայի միջև։ Իդեմս հավաքական արևմուտքի, այսպես ասած, բայց հավաքական արևմուտքը այս տարածաշրջանում Թուրքիային է ներկայացնում։ Վերջ, այստեղ երկու կարծիք չկա։ Հիմա տեսեք, այս ամենի խոչընդոտ իհարկե պետք է լինի 2026 թվականի ընտրությունները։ Սա մեր վերջին շանսն է, որովհետև եթե ճիշտ ընտրություն չկատարի հայ ժողովուրդը, այս ընտրությունները կարող են լինել վերջին ընտրությունը Հայաստանի Հանրապետության նորանկախ, այսպես ասեմ, իրավիճակում։ Վերջին ընտրությունները լինի Հայաստանի Հանրապետությունում։ Սա ոչ թե մենք հիմա այս ընտրությունով ընտրում ենք մոտակա 5 տարի ղեկավար, որը պետք է պաշտոնավարի եւ այլն, ինչ որ տնտեսական աճ ցուցաբերի եւ ոչ, սա լինել չլինելու ընտրություն է լինելու։ Սա վերջին կետն է։ Այս եկեղեցու վրա հարձակվելը, տեսեք, սա պատահական չի։ Եվ պատահական չի, օրինակ, ինչու կալանավորեցին հենց Շիրակի թեմի նաև առաջնորդին։ Դա էլ պատահական չի։ Մենք տեսանք, որ այնուամենայնիվ Շիրակի թեմը շատ ամուր էր։ Ոչ մի քահանա չդավաճանեց Աճապահյանին, այդպես չէ, ինչը որ չկատարվեց այլ թեմերում։ Սա նաև վեհափարի սխալն է եղել իր կադրային քաղաքականության մեջ։ Ես դա էլ եմ կարծում, որտեվ եթե մենք համեմատում ենք, միայն առայժմ Շիրակի թեմն էր, որ կանգնեց Աճապահյանի կողքը եւ իրենք եկեղեցին փակեցին, ոչ մի քահանա արարողությանը չմասնակցեց այդ թեմից։ Դա ցույց է տալիս, որ այնուամենայնիվ Գյումրին, որպես երկրորդ քաղաք Հայաստանի Հանրապետության, ամուր կանգնած է ընդդիմության կողքի։ Հասկանում եք, իրական ընդդիմության։ Շատ լավ, ընդդիմության մասին խոսեցիք։ Ինչ պատկեր կարող ենք ստանալ ընտրությունները, որովհետև ինձ մոտ տպավորություն է ընդդիմությունը արտաքին այս աջակցության հանգամանքը հաշվի չի առնում, այդքան Թուրքիայի, Եվրամիության եւ պատրաստվում են այսպես ներքին ուժերով փոփոխությունների։ Հնարավոր է դա։ Կարծում եմ հնարավոր է։ Գիտեք ինչու։ Որովհետև տեսեք ինչ հարց է։ Հիմա ինչ պատկեր եղավ 2021 թվականին։ Եկեք մի հատ sense նայենք։ Եվ նայենք ինչն է փոխվել 2021 թվականից մինչ այս, որ ինչ որ մի sense պատկերը կարող է ի օգուտ իշխանության գնա։ Ես այդ կարծիքին չեմ։
ինչ էլ որ լինի, իշխանությունը ավելի թույլ իրավիճակում է։ Այն ձայները 640,000, 660,000 ձայն էին հավաքել, այդ ցուցանիշը չի լինելու։ Այստեղ հարց է ոնց կպահեն իրենց ընդդիմությունը, հասկանում եք։ Այնուամենայնիվ հաստը պարզ երևում է, որ ընդդիմության ամենաշատ ձայները հավաքելու է Ռոբերտ Քոչարյանը։ Ես ինչու եմ շեշտում Ռոբերտ Քոչարյանը, ոչ թե Հայաստան դաշինքը իդեմս, որտեղ ստեղ Ռոբերտ Քոչարյանի գործոնն է։ Սա էլ էին ուզում պարակտեին, այս վերջին մի տարին դուք երևի ավելի հաճախ կլսեիք այդ թեզերը, որ Դաշնակցությունը ուզում է առանձին գնալ, Ռոբերտ Քոչարյանը առանձին գնալ, չէ՞ որ այդ պարակտումն էլ էին ուզում մտցնեին։ Վերջը հասկացան դաշնակցականները, որ գիտեք ինչ կա, 285,000 ձայն, դա Դաշնակցությանը չէր տվել ժողովուրդը 2021 թվականին, դա տվել է Ռոբերտ Քոչարյանին։ Եվ հիմա տեսեք այդ միավորումներն էլ հիմա որ պետք է տեղի ունենան, դա էլ պետք է հաշվարկեն բոլորը։ Դա էլ է լինելու պետք է ստապ գիտակցեն, պետք է հիմա օրինակ քարոզարշավին, չէ՞, հիմա քարոզարշավ է սպասվելու մի քանի ամսից։ Պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն տեխնացուներին։ Ես կարծում եմ օրինակ Հայաստան դաշինքը պետք է մոտավորապես իր падգամավորական ցանկի եղածի 80%-ը վերանայի։ Անպայման։ Ինչու։ Որովհետև արդյունավետ չեն աշխատում այդ 80%-ը։ Այնտեղ ակտիվ են մոտ 20%-ը։ Եվ ազատվի թիրախավորված տեխնացուներից, խոցելի տեխնացուներից, որովհետև եթե այս կողմից գոռում են հողատու, այն կողմից գոռում են թալանչիներ, որ կանգնեն ասեն թալանչին ով է։ Հլը եկեք մանրանանք էլի։ Եվ վերջապես արդեն ոնց որ հասկացանք, իշխանությունները արդեն վերջինս տարի ու կես 2 տարի է, 200 միլիոնից են խոսում, չէ՞, Ռոբերտ Քոչարյանի, չէ՞, 4 միլիարդով եկան իշխանության 18 թվականին թափահարելով 4 միլիարդ, հիմա ոնց հասկանում եք 200 միլիոն։ Բա մի հատ հարց չեն տալի Նիկոլ Փաշինյանին։ 20 անգամ պակաս թիվ ես ասում։ Էլի սկսում են Toyota-ն, բանը, կոնգրեսը, մի հատ ստապ մարդ չկա, որ բացատրի այս հպարտ քաղաքացուն, որ Toyota-ն դա Ռոբերտ Քոչարյանինը չի։ Toyota ընկերությունը դա ճապոնական ընկերություն է, որը ներկայացություն ունի ընդամենը Հայաստանում։ Եվ ինքը չի որոշում ում վաճառի մեքենա, ում չվաճառի մեքենա։ Եվ երբ որ զրպարտում էին Ռոբերտ Քոչարյանի, որ ինքը գործարք է կնքել իշխանության հետ, որ այդ մեքենաները վաճառել է պետությանը, դա Ռոբերտ Քոչարյանի որոշումը չէ։ Դա այդ ընկերության որոշումն է։ Հասկանում եք, մենեջմենտը այդպես է կա։ Լավ, Սամվել Կարապետյանը այսօր իրենց ծրագիրը ներկայացրեցին։ Ինչ հնարավորություններ եւ ուրիշ ինչ ուժեր կձևավորվեն։ Ես ծրագրին ճիշտ ասած ծանոթ չեմ դեռ։ Դե ասենք 20,000 մատչելի տուն պետք է կառուցեն, գյուղացին պիտի բանի մթերման խնդիր չունենա, հենց գյուղում պետք է մթերվի իրենց ապրանքը, հարկերից պիտի ազատվեն, մանր գործառույթությամբ զբաղվողներ եւ այսպես երկու կետ էլ այստեղ այս բանը չեմ հիշում։ Մի խոսքով 5 տնտեսական քայլ էին առաջարկում դեպի ուժեղ Հայաստան։ Հիմա տեսեք։ Սա իհարկե նախընտրական խոստումներ են, որը ինչ որ մի մասը կարա իրագործվի, ինչ որ մի մասը չիրագործվի, գիտեք ինչ կա, մեր ժողովուրդը այլ ոչ մի ծրագիր չի կարդալու։ Եվ վերջապես մենք նայելու է անձերին, եւ մենք այդ իրավիճակում չենք, որ ծրագիր ուսումնասիրենք։ Ես ձեզ ավելին ասեմ։ Սա այն իրավիճակը չի, ես ասում եմ, որ ինչ որ մոտակա 5 տարում մենք առաջնորդ ենք ընտրում։ Սա երկրի ճակատագրի հարց է լինելու։ Եվ երբ պետք է մենք հասկանանք, այդ որ ասում են օրինակի համար, ես չեմ ասում մեր ձևովի, ընդհանրապես մարդիկ շատ են ասում, մեզ պետք է նոր երիտասարդ ուժեր, նոր տեխնացուներ, ոչ։ Մեզ պետք է հին եւ փորձառու։ Այս իրավիճակից դուրս գալու համար։ Նոր եւ երիտասարդները, սա փորձադաշտ չի, հասկանում եք։ Հայաստանի Հանրապետությունը այն իրավիճակում չի, որ փորձադաշտ դարձնենք սա հիմա։ Նորից փորձենք դե լավ 5 տարի տեսնենք ինչ է լինելու։ Հասկանում եք, այս սա ուղղակի ես ձեզ ասեմ, սա ոչ մեկ ոչ կարդալու է այդ իրենց ծրագրերը։ Անձերին է նայում եւ այդ տնտեսական խոստումները, այդ հարկերից ազատումը, չգիտեմ, վերանորոգում, այս գյուղերը կվերանորոգեն, դուք կհիշեք, ես մի հատ ուզում եմ զուգահեռ տանեմ, էլի։ ԱԼՄ հերոստանգերություն կար Տիգրան Կարապետիչ, հիշում եք, հա։ Հիշում եք, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց նա բերում էր իր բեմ, տանում էր Սևաններ ցուցադրում ժողովրդի, կհիշեք էլի, ինչպիսի Մենակ չէր ցուցադրում, լողացնում էր։ Ընդամենը այդ մարդուն պետք էր 20,000 ձայն, որ դառնա падգամավոր։ Չդարձավ։
Հասկանում եք, հիմա ես ձեզ ինչու եմ սա ասում, որովհետև մեր ժողովուրդը այդ տնտեսական օգնությունները, մեկի կտուրը սարքեմ, մեկի չգիտեմ ինչ որ գումարով օգնեմ, դա սուտ է։ Սա ուղղակի պահի ազդեցության տակ։ Ժողովրդին այդքան լավություն արեց Տիգրան Կարապետիչը, այսպես ասած, բայց ժողովուրդը գնաց 5000 դրամը վերցրեց, գնաց ընտրեց ընդունեք մյուս տեխնացուին։ Օրինակի համար եմ ասում։ Այդ տեսեք, դրանով ժողովրդին հիմա հրամցնել շատ բարդ է լինելու։ Ես կարծում եմ, այո, հնդրազանգված ունի մեր ձևով շարժումը, ինքը խորհրդարան իհարկե իմ կարծիքով ներկայացություն կունենա, բայց ասել, որ ինքը առաջատար է, ես այդ կարծիքին չեմ։ Հարցումներն են այդ ասում։ Չէ, հիմա գիտեք ինչ, այս հարցումներն էլ այնպես չի, գիտեք ինչ, այս հարցումներն էլ են, որ կատարում, ես տեսնում եմ, էլի ինչ այդ հարցումը կատարելու Մադուրենստանից են Հա, վերցնում։ այս ինչ որ sense պատահական, գիտեք ինչ, իսկական հարցումներն էլ էլի պետք է պրոֆեսիոնալ մոտենան։ Ինքը պետք է այդ հարցումները կատարեն մի հատ Երևանի կենտրոնում, մի հատ օրինակ ծայրամասերում, մի հատ գյուղական շրջաններում, ընդհանուր մարզերում, նոր sense մեծ sense վերցնեն ու հասկանան ինչ է կատարվում, հասկանում եք։ Հիմա տեսեք, ստե հստակ է։ Ստեղ ընտրությունը լինելու է Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև։ Եկեք մենք փակագծերը լրի բացենք, էլի։ Ստեղ ինչ որ ասում եմ, մոտակա 5 տարում ինչ որ տնտեսական աճի ընտրություն չի։ Իհարկե դա էլ է կարևոր, իհարկե մարդիկ նայելու են, բայց պետք է հասկանան, ով կարող է այս իրավիճակից դուրս բերել երկիրը։ Սա պետք է մարդիկ հասկանան։ Սա եթե գնահատեն կհասկանան ընտրությունը ինչ պետք է կատարեն։ Այսօր առայժմ ես այս պահին մենակ տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանին, ով որ ստանձնել է այդ պատասխանատվությունը եւ ասել է ես կարող եմ։ Դուք երկրորդ տեխնացուի անունը լսել եք, ով ասել է ես կարող եմ այս իրավիճակից Հայաստանի Հանրապետությունը դուրս բերեմ։ Բոլորը ասում են արժանապատիվ խաղաղություն, մենք դե կկնքենք, դե իհարկե Թուրքիայի հետ էլ պետք է սահմանները բացվի, չէ՞ որ սենց միացած լղոզված, ինչ որ էլի ուժեր կան։ Մենք տեսնում ենք միայն Հայաստան դաշինքը չի մեր ձևով, չի դե ավելի մանր կուսակցություններ կան, փորձում են ընդունենք, չգիտեմ, ընդ Վանեցյանի կուսակցությունը, հիմա ինչ որ էլի առանձին թևով է ուզում հանդես գալ։ Չես հասկանում ինչու սենց նայում ես այս վերջին Ինչ անեն, որևէ ուժ չմասնակցի։ Չէ, իհարկե մասնակցել, չէ, տեսեք, հիմա մեր Ոսում ժողովրդին եթե ժողովրդի բանը կա, ժողովրդի համակրանքը կա, ինչ կապ ունի, քանի ուժ է մասնակցում։ Ստեղ ժողովրդի համակրանքի հարցը չի։ Գիտեք ինչ կա, երբ որ նման մարդիկ մտնում են քաղաքականության մեջ, դաշինքներ են կազմում այլ կուսակցությունների հետ, ինչ որ 21 թվականին Վանեցյանը դաշինք չկազմեց հանրապետական Արգելենք։ Չէ, ժողովրդը ինչ հասկացավ դրանից։ Վանեցյանը օգուտ բերեց հանրապետական կուսակցությունը, թե վնաս, իհարկե վնաս։ Ժողովուրդը կանգնեցին ասեցին, սաղ էլ մեկ են, էլի։ Այդ չասեցին ժողովուրդը, որ Վանեցյանը չէ որ ծառայել է Նիկոլ Փաշինյանին։ Դե որ տենց նայեք Հայաստան դաշինքում էլ կային մարդիկ, որոնք իմ քալից էին եկել։ Խոսքը առաջնորդի մասին է։ Ես Հասկացա։ խոսքը առաջի համարի մասին է գնում։ Հիմա տեսեք, ինքը հիմա էլ գիտեք ինչ գնացել է եկեղեցի, խաչը վերցրել է, խաչքավորություն է անում, սենց սրբի պատկերով։ Բայց մեկը հարց չի տալի, պարոն Վանեցյան, 2018 թվականին, երբ որ այդ նույն խաչը սղոցում էին եկեղեցում եւ քաշքշում էին վեհապարին, կարող է դուք ազգային անվտանգության ծառայության պետ էիք աշխատում։ Թե դա արդեն պետք է մոռանալ։ Հասկանում եք, այս ժողովրդին Ժողովուրդը գնահատական տա ընտրություններով։ Կտա գնահատական, ինչ չի տվել ժողովուրդը գնահատական, ժողովուրդը 21 թվականին էլ տվեց գնահատական, որը իր, այսպես ասած, դաշինքի պատճառով հազիվ շեմը հաղթահարեց հանրապետական կուսակցությունը, ինքը օրենքի ուժով մտավ Իբր հանրապետականը 18 թվին փրթել թափել էր։ Չէ, Գիտեք, ձայներն է ստացել չէ, էլի։ տեսեք, այո, 6000-ի տարբերությամբ 6000 ավել։ 6000 ավել է ստացել։ Վանեցյանի ձայները եղել են այդ 6000-ը, ինչը որ կլինի նաև այս անգամ։ Ինչը մենք տեսանք, որ էշմիածնում ինչ եղավ, անցան, չէ որ դա էլ է պատկեր, չէ, այո դուք ասում եք հարցումներ։ Լավ, հիմա դուք կարծում եք միայն Ռոբերտ Քոչյանը 50+1 ձայն ունի։ Հնարավորություն ունի միայն Ռոբերտ Քոչյանը։ Այսօր ընդդիմադիր Միանձնյա հաղթել Չէ, տեսեք, ոչ։ Ես այլ մոտեցում եմ ասում։ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդդիմության մեջ ամենաշատ ձայները ունի։ Հա, դա հասկացանք, բայց հարցումները, բոլոր հնարավոր միջոցները ցույց են տալիս, որ մի ուժը չի կարողանում 50+1։ Դրա համար հիմա դե գիտեք ինչ, մեր մոտ խորհրդարանական համակարգ է եւ այնուամենայնիվ պետք է միավորվեն, որ կարողանան ընդունենք ռեալ, որ նայենք պատկերին, այո, եթե մի 2-3 ուժ միավորվեն, ինձ թվում է Նիկոլ Փաշինյանի Ժողովուրդը ասի բոլորը պետք է։ Չէ, ինչու բոլորը մեկ են։ Դե դուք եք։ Չէ, ես նկատի ունեմ ես առաջնորդին, ով որ առաջնորդելու է։ Գիտեք ինչ կա։ Այլ բան է, որ առաջնորդը լինում է Ռոբերտ Քոչարյանը,
որը ծափ չի տվել 2018 թվականին այս իշխանությանը, այլ բան է, որ Վանեցյանն է, ով որ ծափ է տվել այս իշխանությանը, տարբերություն չկա։ Տարբերություն կա։ Եվ ես կարծում եմ սխալված քաղաքական գործիչը ընդհանրապես առաջնորդելու իրավունք չունի, քանի որ ինքը սխալվել է իրեն ասելով, որ համագործակցել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիմա հասկանում եք, Դերքասոնանք 90%-ը չպետք է մասնակցի ընտրություններին։ գիտեք, Ով Նիկոլ Փաշինյան չի ողջունել 2018-ին։ ոնց ով չի ողջունել, Ով չի ընդունեք Քոչյանի Մեկ։ թեւը չի ողջունել։ Քոչյանը 1, թեւը որ Քոչյանը մեկ։ դաշնակցությունը Չէ, հետ դե կոալիցիա նկատում եմ, չէ, ես դաշնակցությունը կոալիցիայի մեջ է Չէ, եղել։ Քոչյանը մեկ։ Քոչյանը 1, հա։ Այո։ Երկուսը ասեք։ Դե բնականաբար այն ժամանակվա հանրապետական կուսակցությունն էր։ Հանրապետական կուսակցությունը ընտրել է Չէ, Նիկոլ դե Փաշինյանին։ չէ, դուք արդեն Սերժ Սարգսյանն էլ ասել է Նիկոլը ճիշտ էր, Չէ, ես սխալվեցի։ Դե դա առանձին խոսակցություն է, ես ձեզ ասեմ, Հիմա չէ, դե- չէ, ընտրությունը դուք ես ձեզ ասեմ, մայիսին չի հանձնվել իշխանությունը Նիկոլ Փաշինյանին։ Իշխանությունը հանձնվել է հոկտեմբեր ամսին, երբ որ լուծարվեց խորհրդարանը։ Հանրապետական կուսակցությունն է։ Այո, հանրապետական, դե իհարկե հանրապետական կուսակցությունը սխալը ունի, ես հո հանրապետական Չէ, կուսակցությունը դու ասում որ այդպես լինի Ռոբերտ Քոչյանը 1 ու երկրորդ անունը չեք կարող։ Դե երկրորդ անունը չկա որ ասեմ։ Ես դրա համար եմ ասում, որ այսօր ընդդիմության մեջ կա մեկ լիդեր, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Շատ լավ։ Շնորհակալ եմ պարոն Աչկալյան, չնայած կարծում ընդդիմադիր դաշտում մի քանի օր պիտի մասնակցեն ընտրությունների։ Չէ, այնուամենայնիվ այլ տարբերակ չկա։ Խորհրդարանական համակարգը, պարլամենտարական, դա էլ է մի արհավիկ մեր ժողովրդի գլխին բերեցին։ Ես ձեզ ասեմ։ Հա, մասոններն են բերել։ Դե գիտեք ինչ, եթե Սարգսյանի գլխավորությամբ։ Չէ, գիտեք ինչ, այս եթե սենց մենք շատ ենք նայում, ես ձեզ ասեմ, էլի, մենք պետք է մենակ Հայաստանով չնայենք, էլի, այս իրավիճակին։ Հիմա տեսեք, դուք ես մի փոքր կուզենամ մի բան ավելացնեմ։ Այս որ սենց Իրանից մենք խոսեցինք, ուղղակի ես մի բան եմ ուզում ավելացնեմ։ 79 թվականին Շախին ինչու կհանկեցարեցին։ Որովհետև նա սերտ համագործակցում էր Իսրայելի հետ։ Նա արդեն համատեղ ուժեր էր ստեղծում, ընդհանուր բանակի տեսլական կար, չէ՞։ Հիմա որ պարսիկներին որին էլ որ հարցնում ես, ասում են մենք Շախի ժամանակ դեմոկրատիա էր, չէ՞, ազատ քայլում էին այդ շորերը, չէր պարտադրվում եւ այլն, բայց ինչու այդպես եղավ։ Այլ կլան եկավ, ընդունենք արևմուտքից իդեմս Լոնդոնին եւ բերեցին Խոմենիին։ Եվ սենց առոք-փառոք Մոսադի գործակալին, Մոսադի շքախմբով ճանապարհեցին Շահին, որ անցնի 40 տարի իր տղային աճացնեն, նորից հիմա ուղարկեն բարդ թեմա եք բացում։ Իհարկե, սա բարդ թեմա է։ Մի ուրիշ արդյոք քննարկենք։ Անպայման։ Շնորհակալ եմ, ես շնորհավորում եմ վերլուծաբան Կարեն Մաչկելյանից, տեսություն կհանդիպենք։